Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Արագածոտնի մարզում։ Առաջին կանգառը Արագածավան բնակավայրն էր։ Այստեղ կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը դժգոհեց կառավարությունից։ Թող ասեն, բացի դպրոց սարքելուց, որ դպրոց 1000 երեխա կար, ասում են պակասել է։ Ճանապարհը սարքում են, նորից գարունը սարքում են, նորից ինչ են արել ժողովրդի համար։ Աշխատավարձ բարձրացել է, աշխատատեղ եղել է։ Ղարաբաղը հանձնել ենք, էլի հանձնում ենք, էլի պետք է հանձնենք։ Ես դրա համար ասում եմ, այսօր հիմնական անհնարին ոչինչ չկա, ժողովուրդ ջան։ Եվրոպայից եկան, Եվրոպա, ինչ արի Եվրոպան։ Օդի մեջ դադար խոսեցին գնացին, որ պետք է գումարներ տան, թե երբ են տալու Եվրոպան իր գլուխը չի կարող պայծել, ցավը տանեն։ Այսօր ընդ տնտեսությունը քանդվում է, չեն կարող որցե մի արծ կարգավորեն։ Այս համատեքստում Ծառուկյանն անդրադարձել է իրենց ծրագրին, շեշտելով, չի եղել, որ ինքը որևէ բան ասի եւ իր ասածը չանի։ Կրթության բոլոնյան համակարգի մասին ասաց. Ամենաուժեղ ծրագիրը սովետական միության կրթական ծրագիրն է։ Երեխեքին անտեղի 2 տարի ավել պայելով, բայց ոչ մի նոր գիտելիք չեն տալիս։ Երեխեն դարձություններ են վաղ 2 անգամ քննություն ազդելու, որ լիարժեք կարողանային։ Հայաստանին պետք է երաշխավորված խաղաղություն, կարծում է ԲՀԿ առաջնորդը։ Եթե մենք Ալիև այդ պայմանով լավ ինչ եղել է անցած լինի խաղաղությունը, նա պետք է դա ասի, թուղթը ստորագրեն, երաշխավորեն, ասենք թե հիմա կլինի Չինաստանը, կլինի Ռուսաստանը, կլինի Հնդկաստանը, կլինի Պակիստանը, որ ստորագրում է, այո, եթե մարդիկ երկուսն իրար հետ Հաշտության համաձայնագիր խաղաղություն է ստորագրել, ով խախտեց մենք պատժել ենք, կամ երկուսով իրար թող ստորագրեն, ով խախտեց պատժվել է, տարածքի համար կամ գումարային համար։ Մեզ պետք է երաշխավորված խաղաղություն։ Հաջորդիվ Ծառուկյանը հանդիպեց Թալինի բնակիչների հետ։ Այստեղ նա անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պատրաստած այն շապիկին, որի վրա պատկերված էին Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի սխալ արտաբերած բառերը։ Մեր այսօր հիմնականում քաղաքապետը, որ իմանա ինքը քաղաքապետ է, ոչ թե մայկա տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին։ Այսօր ես Սամվել Կարապետյանը, որը երկրի համար արել ենք, ներդրել ենք, ազգի պատիվը բարձ ենք պահել, ոչ թե պետք է քննադատել, վախացնել տարածքալը։ Ես կարամ ասեմ, որ իրանք տարերն էլ չգիտեն, այդ անգիրարած խոսում են, եւ հիմնական նախադասությունները չեն տիրապետում, որ տիրապետեն իրանք այսքան փաստաթղթեր չեն ստորագրի, ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի։ Գագիկ Ծառուկյանի խոսքով մենք չենք կարողանում մեր ունեցածը ներկայացնել աշխարհին։ Աստծո կամոք իմ մտքի մեջ մտնելով, որ այսօր ես կառուցում եմ Քրիստոսի արձանը, որպես առաջի քրիստոնյա ազգ, որի դա լինի ազգային վերածննդի ներքին հարցան համերգության խորհրդանիշ, որ իմ ազգը ասելու բան ունենա, աշխարհով ավելի մեծ ճանաչում ունենա։ Դեռ չենք բացի, աշխարհով մեկ խոսում են։ Ուզում են գան ճանաչված հզոր մարդիկ, հազարավոր մարդիկ գալիս են, որ ասենք թե այսօր նույնպես ես հայտարարել եմ, որ դա ոչ թե Ծառուկյանն է կառուցում, այլ հայ ժողովուրդն է կառուցում։ Գալով մի քար դնելով, քարին դնելով, ու դու պատկերացեք, եթե 20-30 միլիոն մարդ գա տարեկան։ Բրազիլիան մոռանալու են, ասում են Հայաստան, կոտայք։ Ավանդական դարձած հարցը հերթական անգամ տրվեց Ծառուկյանին։ Աջակիցները հետաքրքրվեցին, թե ով է լինելու ԲՀԿ վարչապետի թեկնածուն։ Ես չեմ ասել ես եմ, որ չասեն Ծառուկյանը արդեն ընկելա գյուղեգյուղ ձեն հավաքը, որ վարչապետ դառնա։ Բայց ունեմ 3-4 հոգի մարդ, ոչ թե խոսք եմ տվել, այլ լիարժեք իմանալով, որ այդ մարդիկ լիարժեք պատրաստ են, փորձ ունեն, արդյունքը ցույց են տվել, որ իրանք կարող են կառավարել։ Եթե նրանց մեջից չեղավ, որ ասենք թե իմ ժողովուրդը չհամաձայնվեց, իմ թիմակիցները, այն ժամանակ որ իմ հարցը կնարկեն։ Վերջում Գագիկ Ծառուկյանը քաղաքացիներին կոչ արեց ձայն տալ եւ պահանջել։ Կապը կա, հնարավորությունը կա, թիմը կա, ցանկությունը կա։ Ոչ նոր պատական մարդ եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ գումարի, սաղ ճանաչում եմ, սա լորդերից, շեխերից, միլիարդատերից, նախագահներից։ Ծառուկյանի հաջորդ ուղղությունը մարզի ոսկեված բնակավայրն էր, որտեղ եւս ներկայացրեց իրենց ծրագրերը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։